Հրապարակի այն ժամանակ մենք մեր կարծիքը Որը նկատում եք Լավրովի պլանը, թե 19 թվականին մեկ անգամ ևս ասեմ, որ Լավրովի պլան որպես այդպիսին լրագրողների կողմից եւ նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է։ Այդպիսի պլան չի եղել։ Համանախագահները անկախ նրանից դա Ռուսաստանի ներկայացուցիչ Ֆրանսիայի թե Միացյալ Նահանգների միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթղթեր։ Բայց կարգավիճակը մեկը անորոշ էր, չէ՞ մնալու, պարոն Սարգսյան։ Այո, դա է։ Կարգավիճակի հարցը անորոշ էր, չէ՞ մնալու, այդ բանակցվող տարբերակով եւս։ Այդ հարաքվեն ինչպես էր իրականացվելու, հարաքվեին այնակ ադրբեջանցիները մասնակցելու էին։ Մանրամասն ես դրա մասին խոսել եմ, նորից կրկնելը իմաստ չունի։ Հարցը լուծումն էր հետևյալ կերպ։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտությամբ, որը ուներ պարտադիր իրավական ուժ եւ որի որակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Սա մեկ։ Երկու, մենք Ադրբեջանին էինք վերադարձնում 7 շրջաններից 5-ը խաղաղապահ ուժեր էին գալիս Մարտյան վտանգության խորհրդի որոշմամբ եւ կախված նրանից, թե ինչպիսի տեմպերով եւ երբ որոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, որոշվեր նաև երկու շրջանների ճակատագիրը։ Լավրովը ինչ մասն էր խոսում, որ ասում էր հարցը ըստ էության նախընտրել եք թողնել սերունդներին, անձամբ դուք չէ, այլ բանակցողներ ես ամբողջ ժամանակահատվածի։ Ոչ։ Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, որ մեր ցանկությունն է, որ խնդիրը լուծվի։ Դուք ինձնից երբևէ լսել եք արդյոք ոչ մի թիզականության հետ կապված որևէ գաղափար։ Չէ, ակտամայրենիքի նախադասության համար Ռազմական որոշումների ինչու չգնացեք, ինչն է պակասում։ Որովհետև ասում են Լավրովի պլանը գուցե ավելի լավ տարբերակ լիներ, քան այն ամեն ինչը հիմա մենք ունենք։ Գուցե այդ ժամանակ ես նորից պետք է կրկնեմ։ Մենակ մտքում ուրիշ բաների մասին եք մտածում։ Բայց չեք լսում, որ ես ասում եմ Լավրովի պլան չի եղել։ Նորից ասում եք Լավրովի պլան։ Ինչ որ լավության Լավրով չէ, բայց որոշակի առաջարկների փաթեթ է եղել, որ ավելի կրկնակի անգամ ավելի լավն է, քան հիմա մենք ինչ ունենք։ Կրկնակի անգամ, բայց շատ լավն է, եւ մենք պատրաստ ենք դրան գնալու։ Դրա ապացույցը այն է, որ չգնացեք։ Այդ ձեր հարցին ես չեմ պատասխանել, որովհետեւ դուք այլ նպատակ ունեք։ Մի բառ եմ ասում, իրեկը դուք եք ասում։ Եթե դուք ավելի լավ գիտեք, դուք պատասխանեք, թող ես մարդիկ լսեն։ Դուք ասում եք, որ ամեն անգամ, երբ որ գնում ենք զիջումների, Ադրբեջան նոր զիջումներ է ակնկալում։ Ես տենց բան չեմ ասում։ Խոսքը փակ դռների ետևում նաև որ ասում եք Ալիևին ստիպում էին, որ ճանաչեր, ասել է, այ ինչը երևի գործընկերից նաև դա նկատի ուներ, պարոն Սարգսյան, ինչն է ինչ-որ մի պահի հետ կանգնեցել այդ բանակցություններին։ Մենք հետ չենք կանգնել, որը իրենց, մենք պարոն ենք կանգնել, այո։ Հույս են ունեցել, որ ռազմական էսկալացիա հարց կլուծի։ Աննախագահ թույլ կտակ։ Փակուղին։ Այդ են անդադ հիշեցնում։ Այո, բայց երբ չի եղել փակուղ։ Սկսած 95 թվականից, 94 թվականից տարբեր ժամանակներում եղել են փակուղիներ։ Բայց փակուղին չի նշանակում, որ վերջնականապես ամեն ինչ որոշվեց։ Այդ փակուղը բազմաթիվ անգամ դուրս ենք եկել այդ փակուղից։ Բա Քիվեստը փակուղի չէ, որ չստացվեց, դրանից հաջորդները, ես մեր ժամանակահատվածին անցնեմ, բակազանը փակուղի չէ, բայց փակուղից հետո ինչպես նորից բանակցությունները շարունակվեցին եւ էական փոփոխություններ չեղան։ Բանակցությունները տենց այդ փակուղի չունեն, հարցերը կլուծվեին։ Իսկ մեր ժողովրդի մեջ ինչ է փոխվել, որ օրինակ ապրիլյան պատերազմի շանում են, խնդրում եմ արգելել, որտեղ դատական երկից հետո հատիկ չեմ պատասխանել։